Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը դարձնել 18-ամսյա։ Խորհրդարանականները քննարկեցին օրենքի համապատասխան նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում և այլն։ Պապիկյանն ընդգծեց, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պաշտպան հայրենիաց ծրագիրը քաղաքացիների շրջանում բավականաչափ բարձրացրել է գրավչությունը զինվորական ծառայության անցնելու առումով։ Մեծամասամբ մենք շեշտը դնում ենք իհարկե պաշտպան հայրենիաց ծրագրի վրա, որովհետև այն ավելի հեռանկարային է և նաև քանի որ նպատակ է ունեցել հենց այս օրենքի նախագիծ այսօր շրջանառող կյանքի կոչելու համար նախադրյալներ ստեղծել, մենք դրա համար ենք ակցենտը դնում պաշտպան հայրենիացի վրա, բայց սովորական քաղաքացիներ, նախկինում ծառայած եւ այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ այսօր որոշում են ընդունում անցնել զինվորական ծառայության։ Ես առիթ եմ ունեցել նաեւ խոսել որոշակի թվերի մասին։ Խոսքը շուրջ 25 թվականին շուրջ 1000 քաղաքացու նմանատիպ 1000 քաղաքացու մասին։ Նրա խոսքով պետք է ամեն ինչ անեն, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ եւ ժամկետային զինծառայողների զգալի հատվածը ինչ որ փուլում որոշում կայացնի դառնալ զինվորական։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե ծառայության կրճատման հետևանքով պատրաստությունը կտուժի, պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, այն ոչ մի կերպ չի տուժում։ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծի ընդունումը նախընտրական քայլ չէ։ Զինծառայության ժամկետի կրճատմանը մոտեցել են քայլ առ քայլ։ Վիճակագրությունը խոսում է, որ խաղաղության մեր ձգտումները եւ խաղաղության հասնելու մեր նպատակները հասարակության կողմից միայն ստանում են դրական լիցքեր եւ սա այդ քայլերից մեկը պետքա դիտել, որովհետեւ այս պահին իրականացնել այն քայլը, որը նաև կառավարության ծրագրում է, ժամկետի կրճատում, դա նշանակում է մենք արդեն պատրաստ ենք։ Դրա հիմքում դրված են վերլուծություններ, թվաբանություն, ծառայության բովանդակության փոփոխություն, իսկ դա նշանակում է բանակը դիրքապահից անցնում է իրական բանակ, պաշտպանական բանակ ունենալու ընթացքի մեջ հայտնվելու ճանապարհին։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ կարծում է նախագծի քննարկումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է եւ այն այսօր իրականություն է։ Նրա բնորոշմամբ բանակը հնարավորությունների տեղ է։ Նա նախ խնդրեց Հայաստանի պաշտպանության նախարարին բազմապատկել այդ հնարավորությունները, հատկապես կրթության ոլորտում, ապա դիմեց առաջարկով։ Պահեստազորի հավաքները ես առաջարկում եմ պարոն Պապիկյան կազմակերպել նույն զինակոչի, նույն զորամասում ծառայած զինվորների այդ նույն կազմով, այսինքն եթե օրինակ ես 15-20 տարի առաջ ծառայել եմ, ես ունեցել եմ բանակում ընկերներ, հրաշալի կլինի հնարավորություն ստեղծել պահեստազորի հավաքի ժամանակ հանդիպել այդ նույն ընկերներին, փորձով փոխանակվել, ընտանիքների մասին խոսել, նաև անձնական հարաբերությունները վերականգնել, նրանց հետ կապերը կորել են, եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա իր էֆեկտը կտա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը եւս զինծառայության ժամկետի կրճատումը ճիշտ որոշում է համարում։ Արթուր Հովհաննիսյանն էլ նախ ասաց, որ բանակում բարեփոխումներն իրականացվում են առաջին հերթին խաղաղության շնորհիվ, ապա հավելեց. Մենք հիմա նոր ծառայության գնացող մեր ընկերներին, մեր եղբայրներին, քույրերին պետքա պատմելով հիշեցնենք, թե ինչպիսին էր սնունդը ժամանակին զորամասերում։ Հիմա դրա մասին էլ ոչ մեկ չի հիշում եւ ես հպարտ եմ, որ մեր քաղաքական թիմի կառավարման ժամանակ մենք այս փոփոխությունները բերել ենք, որը իդեպ ընդդիմությունը օրինակ ծաղրի է ենթարկում, երբ որ իրանց կառավարման տարիներին չգիտես ինչեր էին տալիս զինվորականներին։ Ամրաշինական աշխատանքները, որոնք սահմանին իրականացվում են, պարոն Օհանյանը խոսում էր հարյուրավոր կիլոմետրով ավելացած սահմանի մասին։
Ես հպարտություն էի ապրում եւ անգամ աչքերից չէի հավատում, երբ որ այդ ամրաշինական աշխատանքները ներսից տեսա։ Եվ հենց սա է մեծացնում մեր զինվորների մարտունակությունը։ Ինչ վերաբերում է արձակուրդին, ապա թիկունքային զորամասերում ժամկետային զինծառայողների համար այն կլինի 21 օր, իսկ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար 30 օր։ Պաշտպանության նախարարը եզրափակիչ ելույթում խոսեց զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու նախաձեռնության նպատակի մասին։ 1.5 տարի զինվորական ծառայությունը դարձնելու նախաձեռնությունը ունի մեկ նպատակ. Հայաստանի Հանրապետության բանակը դարձնել օր առաջ ավելի պրոֆեսիոնալ եւ սրա հիմքում, ինչպես նշել եմ, ընկած է մեր համալրման արդյունավետությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։